Առաջիկա ընտրություններին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով։ Նա պատրաստ է մրցել ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ նրանց իսկ ծննդավայրում Արարատի մարզում։ Ընդ որում պարոն Կարապետյանը շեշտում է. Ես դաբրո չունեմ, մեծամասնականով հնարավոր է, որովհետև փոքր տարածք է, կարելի է պահել։ Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ ընտրություններին կմասնակցի նաև իր գլխավորած ժողովրդական կուսակցությունը համամասնական ընտրակարգով։ Ավելին, այդ դեպքում դաշինքներ չի կազմի, որտեղ Տիգրան Կարապետյանը չի վստահում արդեն գոյություն ունեցող դաշինքների արդյունավետությանը։ Իրենց համար գաղափարը չի կարևորը, միանում է փողն ու ուժը։ Կարապետիչը չի վստահում նաև իր գնահատմամբ ֆինանսիստ վարչապետի գլխավորած կառավարության ոչ մի խոստմանը։ Նրան դուր չի գալիս պետական միջոցների հաշվին ժողովրդի աշկին բարեգործի կերպարով ներկայանալու հանրապետական Տիգրան Սարգսյանի մղումը։ Ես որ 10 տարի բաժանում էի իմ գումարները, իրենք դա թերագնահատում էին։ Հիմի բաժանում են բյուջետային գումարները։ Ու ժողովուրդն ասում է, այս ինչ հրաշք է։ Իմ արածներն էլ են ուրանում։ Տիգրան Կարապետյանը դժգոհում է նաև Հայ ազգային կոնգրեսի պահվածքից։ Նրա կարծիքով կոնգրեսը կորցրել է ներքին ժողովրդավարությունը, հետևաբար ընտրազանգված է։ Այն պահից, որ ցուցակը հեղինակում է Լևոն Տեր-Պետրոսյանը, արդեն դառնում է միանձնյա տոտալիտար այդ համակարգը։ Իսկ խորհրդարան անցնելու իր հնարավորությունները գնահատելիս նա կատակում է. Ինչքան ունեմ, 2 կիլո 500 գրամ։ Հակոբ Կարապետյան, Սարգիս Համբարձումյան, IPF